ձեզ։ Նախ շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Բարև հայրենակից։ Մենք ազգովի ինչ մեղք ենք գործել, որ այս դեգեներատից ներողություն եմ խնդրում օտար բարի համար, պրծում չունեցանք, նույնիսկ այսպիսի եզակի հնարավորություն ունենալով, այսինքն համընդհանուր ընտրությունը ի նկատի ունեմ, որովհետև ինչքան խելապակաս, պարավ ու բիձակար ներողություն եմ խնդրում այս բարերի համար, բայց ես այլ կերպ չեմ կարող կոչել այն կանանց ու տղամարդկանց, ովքեր գտնում են, որ երկրի վարչապետը պաչելու, լպստելու, չգիտեմ էլի արևին մեռնելու, ջանին մեռնելու համար է։ Սրա պատճառը գիտեք որն է հայրենակից, որ նման մարդկանց ուղեղում պետականության մասին նշույլ անգամ չկա, որովհետև կարծում են, թե հենց այդպես է վարչապետին պիտի սիրեն, գուրգուրեն, լպստեն ու ոչինչ, որ երկիրն է կործանում, ոչինչ, որ Արցախը կորավ, ոչինչ, որ հազարավոր մեր զավակները եռաբլուր գնացին, ինչ անենք, որ 10,000-ից ավել 12,000 հաշմանդամներ ունենք, ոչինչ, որ 15 զինվոր այրվեցին, մոխիր դարձան, ինչ անենք, որ Սուրմալոյի ժամանակ, այդ պայթյունի ժամանակ 17 հոգի մահացան, մեկն էլ անհետ կորած է մինչև հիմա, դե ինչ անենք, որ մենակ թե այդ թուրքի լամուկը Նիկոլը լինի։ Ես չեմ կարող հարգալից խոսել նման մարդկանց մասին, ովքեր այդպես ջատագովն են Նիկոլստանի, այսպես չի կարելի։ Ժողովուրդ, մենք ազգից իջել ենք ժողովրդի մակարդակի քիչ է, հիմա էլ իջնում ենք ամբոխի մակարդակի, այսպես չի կարելի։ Հետո Աստված գիտեք ում է օգնում, ով ինքը պատրաստ է պայքարի, բայց եթե չի պայքարում, Աստված էլ նրան չի օգնի ոչ մի դեպքում։ Այս թուրքի լամուկը երեք հարցազրույց էր տալիս, կարծեմ Նարեկը, լրագրող Նարեկը ասաց, դուք գոռում եք, ճչում եք, երբ ձեզ հարցեր են տալիս եւ այլն, ինչ եք ուզում դրանով էլի անել, դուք հարցերին պատասխան չեք տալիս, մեղադրեց, շնորհակալ եմ Նարեկ, եւ ինչ պատասխանեց, իմ հաղորդակցվելու ձևն է այդպես, ես կրքոտ հռետոր եմ, այդ գետին եմ մտնես քո կրքերով ու ամեն տեսակ այլանդակություններով, երբ որ դու Էրդողանի մոտ ես, հլու հնազանդ շնիկին նման ես, երբ որ դու Ալիևի հետ ես առնչվում, ուրեն էդ քո կրքոտ հռետորաբանությունները, այ շնիկ, ուրիշ անուն ես չեմ կարողանում տալ, ափսոս են շնիկները, որտեղ նրանք կենդանի արարածներ են, միայն չգիտես ինչու մենք միշտ համեմատության համար նրանց հետ ենք առնչվում, Էդ որ այդքան կրքոտ հռետորաբան ես, նախ դու հռետոր չես, որտեղ դու լեզվին չես տիրապետում, դու խոսում ես սարսափելի սխալներով, սարսափելի, միայն անգրագետներն են, որ քեզ հռետոր են համարում, իմացիր, ես բազմիցս ասել եմ, հրավիրում եմ բանավեճի, քո ցանկացած հաղորդակցման ձևով, տեսնեմ հələ դու ինչպես ես այդ քո բարձր մակարդակի հռետորաբանությունը կարողանալու ինձ համոզել, դու չես կարող, որովհետև դու լեզվին չես տիրապետում նախ եւ առաջ, որովհետև դու դպրոցում ես շատ վատ սովորել, համալսարանում էլ չեմ ասում, որտեղ դու դպրոց դասի գնալու փոխարեն զրպարտչագիր գրելով ես զբաղված եղել։ Ես միշտ հարգանքի զգացում եմ ունեցել
Անանյանի նկատմամբ Հայաստանի գրողների միության Վաղամերիկ նախագահի նկատմամբ, բայց չմոռանաս, գոնե մի անգամ մի ծաղիկ տարել ես, նրա զանգերով ես դու մինչև 4-րդ կուրս հասել, թե անմայր տղա է, որ տղա է, ոչինչ թող սովորի, թող մարդ դառնա, որ Անանյանը իմանար, թե ում շան լակոտի համար է այդքան, միջնորդում դժվար թե աներ, հիմա այդ խեղճ մարդը 1000 անգամ պտտվեց իր գերեզմանում, որովհետև օգնել է մի դուրս պրծուկ ընկեցիկի, թուրքի ընկեցիկ ես դու, Նիկոլ, ոչ ավելին, ասում եմ պատասխանատու եմ ասածից համար, դու ատում ես մարդ Արարածին, ընդհանրապես, մանավանդ եթե նա հայ է, եթե քրիստոնյա է, այդ թուրքերին չես ատում, որովհետև դու եռագլուխ, քառագլուխ, չգիտեմ էլ ինչ ցնդաբանություններ ես ասում, տարածում եթերներով, իբր ի նկատի ունենալով ուժեղ Հայաստանի հիմնադիր պարոն Կարապետյանին, Հայաստան դաշինքի հիմնադիր պարոն Քոչարյանին և ԲՀԿ նախագահ պարոն Ծառուկյանին, բա դու ինչ ես, դու գիտես ինչ ես, դու ներ ես, դու սատանա էլ չես, դու ներ ես, ներնես ու կաս, որովհետև քո իշխանության գլուխ բարձրանալու օրվանից մահը քպը անունն առած սավառնում է երկնքում, 2 օր առաջ էր չէ Նորությունիկում 4 զոհ, 1 վիրավոր, օրական այս վիճակագրությունը ինձ արդեն հունից հանում է, այսքան մահ, այսքան աղետ, այսքան ողբերգություն վերջապես, այսքան երեխաներ, որ ընկնում են գետերում կորչում, այսքան կորած, անհետ կորած երեխաներ, երբ էր մեր երկրում այսպիսի բաներ եղել, այսքան շատ ու շատ, որովհետև դու ես պատճառը, ներ, դու, քանի դու ողջ ես, քանի դու կենդանի ես, մեր երկիրը միշտ ունենալու է նման ողբերգություններ, որովհետև քո շունչը թունավոր է, քո արտաբերած բառապաշարը թույն ու թարախ է շնչում, որովհետև դու որ կրամոլ ես, իսկ որ կրամոլությունը հոգեկան ծանր հիվանդություն է, 1 ամսվա փոխարեն 4 ամիս դու քարոզարշավ էիր անում, ծրագիր ներկայացրել ես, ես հիմա դիմում եմ նրանց, ովքեր այս ոչ ու փուչի, այս թուրքի լամուկի հետևից վազևազ գնում եք մի փոր լափի համար, որևէ ծրագիր իմացաք, ուներ ծրագիր, չկար ծրագիր, միայն ատելություն, միայն զրպարտանք, միայն հոխորտանք, միայն էլի չգիտեմ ինչ, հիմա, դու, որ այսքան ոխով, քենով լծված ես հայ ազգի դեմ, ինչ ազգ ես դու պատկանում, գիտես, դու երբևէ մտածել ես ումից ես ծնվել այ ընկեցիկ, և քեզ հետ քայլողները այսօր ընկեցիկները, օրինակ Վահագն Ալեքսանյան չեղածը, ընկեցիկ է, ինքն էլ չգիտե իր հայրը ով է, այ դու էլ որովհետև չգիտես քո հայրը ով է, ես հիմա ասում եմ ու պատասխանատու եմ իմ ասածի համար, որովհետև քո այդ այլանդակ մտածելակերպը կարողացավ իր հետևից տանել հիմար, անուս, անգրագետ, այլասերության կողմնակից մարդկանց մի հոտ զանգված, և դեռ մի բան էլ լավ մտածում են, թե մի
հայրենասեր տղա որ կա, դա Նիկոլն է։ Այ հողը ձեր գլխին։ Եթե հայրենասերը Նիկոլն է, բամանացածն ովքեր են։ Եթե այս ազգի նկատմամբ ների գործառույթը կատարածը ազգասեր է, ո՞րն է դրա ազգասերությունը, գրած գիրքը։ Դե հիմա արդեն խոսում է տնտեսական մեծ աղետի մասին, 15 ինքը այս սանկցիաները գյուղմթեր։ Կարծեմ կենտրոնական բանկի նախագահն էր, չէ, որ ասաց պարտքը արդեն հասել է 15 միլիարդի։ Գիտեք ինչ, որ երկիրը ինչքան պարկ ուզի տվող կա, որովհետև կգա մի պահ, որ կասեն, էլ հերիք է տանք, դե հիմա վերադարձրեք, չեք վերադարձնում, ձեր երկիրը մերն է արդեն։ Ինչպես եղավ Ուկրաինայի հետ, Ուկրաինայի ամբողջ տարածքի վրա ոչինչ չէր պատկանում Ուկրաինային, այդ բոլորը Սորոսի սեփականությունն էր դարձել։ Հիմա էլ մեր երկիրն է այդ վիճակում, ժողովուրդ, ուշքի արի, հերիք է դուք Նիկոլ խաղացնեք, են Ռուբեն Ռուբինյանը ինչ զահրում արե, դուք ետնի չես մտնում, էլ անելիք չունես, ամեն անգամ տեղի, անտեղի կապ կա, չկա, Քոչարյան, այ Քոչարյանի չափ քարնի բոլորիդ վրա մեր երկիրը ազատվի։ Էս ինչ եք ուզում, ինչ է ձեր ուզածը, երկիրը լսնեք թուրքերով, հա, չի լինելու, դուք երկրում դեր շատ խելացի մարդիկ կան, ամեն մեկը միմի թեյլերյան կդառնա, հիշեք, դուք ստիպում եք նրանց, հետ քաշվեք այդ զարուրանքից, այդ ողբերգությունից, այդ աղետից հետ քաշվեք, հիմա որ դու անցել ես իբր, դու ես կաշառատուն, թե ասենք Սամվել Կարապետյանը, պնդում ես, որ այն 400-500 հազարը, որոնք անցել են, ստացել են ձայներ, բոլորը կաշառքով են անցել, այ քեզ գիտնական, այ տխմար, այ վայրահաճ շուն, ես էլ եմ ստացել, գիտես, ես էլ եմ ստացել կաշառք, բայց քեզնից եմ ստացել, բայց չեմ համարում, որ դա քո հոր սեփականությունն էր, դա իմ 44 տարիների մուծած հարկերն էին, դու այնքան ստոր ես, որ 8 տարի վայրահաճ ես դարձել համընդհանուր այդ առողջապահական ապահովագրությունը գործի դնելու կապակցությամբ, բայց դրեցիր այս տարի, ասում են արդեն փողերը պրծել են, դու ապօրինի կերպով առանց քննարկման, առանց բյուջեում տեղ ունենալու կամ այն ձևով բարձրացրեցիր թոշակները։ Սա ընտրակաշառք չէր, ապահովագրություն ընտրակաշառք չէ, այդ վարորդների, կարծեմ վարորդական այդ անդամատոմսերի, թե ինչի կապակցությամբ էլ ինչ-որ մի աղաղակող այլանդակ գործ արեցիր, սա ընտրակաշառք չի, դու պիտի այդ բոլոր ընտրակաշառքների համար, ամեն մի տեսակի համար 7 տարի նստես, դու 3 տեսակի ընտրակաշառք տվեցիր հենց այս տարվա մեջ, դու 3 անգամ արդեն 7 տարի, որտև ձեր ընդունած օրենքն է այդպես ասում, որ ընտրակաշառք վերցնելու համար 7 տարի, տվողին էլ են նույնը հասնում, այնպես որ ես ինքս էլ եմ ընտրակաշառք վերցրել առաջին հայացքից, բայց նորից կրկնում եմ, ուղեղի տեղ չանես, ես իմ 44 տարի մուծած հարկերի փոխարեն եմ օգտվել
այս հնարավորությունից, ոչ թե քո հոր սեփականությունը, դու քո հորը շատ գիտես, որ իմանաս սեփականություն ունի, թե չունի, անշնորհք, դու այլասերության մարմնացում ես, Նիկոլես ինչ աղբես, այլասերության մարմնացում, կատարյալ, որովհետև եթե հայ կոչվող այդպես բուռն ձևով ձգվում է դեպի թուրքը, սա նորմալ չէ, ոչ մի անգամ նորմալ չէ, երբ որ մենք երիտասարդ էինք և այլն, հանկարծ իմանում էինք, թե Ադրբեջանի տարածքում ինչ-որ հայ աղջիկ ամուսնացել է ադրբեջանցի երիտասարդի հետ, էնել այն ժամանակ, երբ որ ընդհանրապես աթեիզմի պայմաններում էինք, չէ մեծանում, կամա սարսռում էինք, ասում էինք, կոնկրետ մեկը ես ասել եմ, եթե հայ աղջիկը նույնիսկ նեգրի հետ ամուսնանա, ես դրա մեջ ինչ-որ հանցանք չեմ տեսնում, բայց թուրքի և ադրբեջանցու հետ ամուսնանալը, դա մեղմ ասած ոճիր է, որովհետև մեր մեջ նստած է դարավոր պապենական թշնամանքը, քեզ նման թուրքից սերվածը կարող է այդպիսի ձգտում ունենալ թուրքերի նկատմամբ։ Էս Հաջիևը ինչու էր եկել, լավ տարար մանտվեցիր, Իջևանի բարիքներից օգտվեց, վրա պրծար ուտելիքի, այ որ կրամոլ, այ անհագ վիշապ, հերիք է էլի, հերիք է, մի խառնիր մարդկանց զգացմունքները, միշտ չէ որ է, մենք կարողանանք մեր զգացմունքներին տեր կանգնել, կոնկրետ ես միշտ ասում եմ, իմ զգացմունքների հրամանատարը իմ գիտակցությունն է, բայց ինչքան կարելի է դիմանալ քո արած այլանդակություններին, դու անզուսպ կերպով կիրք ունես դեպի թուրքերը, դա լրիվ երևում է, լրիվ, մանավանդ ադրբեջանցիները, որովհետև քո հայրը ադրբեջանցի է, քեզ ծնող հորը ի նկատի ունեմ, ոչ թե այն Վովա Փաշինյանն խեղճ մարդ ասած կարգին մարդիկ չկան, իմ տղայի հետ գործ չունեք, նա երկիրը վարի կտա։ Հիմա, երեք չէ առաջին օրը ԿՀ-ի դիմաց էինք։ Վահագն Հովակիմյան, որը Մաշտոցի համալսարան է ընդունվել, երբ որ արդեն Նիկոլի այս փառավոր պատգամավորներից էր, այ լպստած, այ վախկոտ, հիշում ես, ես քեզ ինչ եմ ասել, մի քանի տարի առաջ, ես խնդրեցի, որ դու զբաղվեիր մեր կամքի բաց թողած հավերի, շահերի պաշտպանությամբ, որտև այդ հավերը վազեցին հրապարակում մեկ, ոստիկաններն էլ հետևներից վազեցին, գտան տարան, հետ չբերեցին, խնդրեցինք, չէ նույնիսկ ասացինք, կվճարենք, միայն զբաղվեք մեր հավերի շահերի պաշտպանությամբ, որովհետև դու մարդ չես, որ մարդկանց շահերով զբաղվես, քեզ ընդամենը կարելի էր այսպես հավատալ, վստահել հավերի ճակատագիրը, բայց դու Նիկոլից ավելի Նիկոլ ես, դու Նիկոլից ավելի վատն ես, որովհետև ես չեմ հասկանում, հենց Նիկոլի կողքին կանգնում եք, զրկվում եք ուղեղից, մտածելակերպից, մտածողությունից, նամուսից, պատվից, ամեն ինչից զրկվում եք, Նիկոլը իր չեղած, իր Նիկոլ տեղով է ընդամենը, ինչ հրամայում եք, կատարում եք, գետինը մտնես, Վահագն Հովակիմյան, Էս ինչ եք դարձել, դուք անձեռնմխելիությունից զրկեցիք Հայաստանի երկրորդ նախագահին, դու ոնց ես քնում, այսինքն ինչի պիտի չքնես, որ ուղեղ պիտի լինի, որ մարդ
քնից զրկվի, այդ քաչալ գլխի տակ զգացում է, որ ոչինչ չկա, ոչինչ։ Սովորաբար մարդու արտաքինի մասին, ինչ-որ տգեղ է, չգիտեմ ես, են է չի կարելի որևէ բան, որովհետև դա բնությունից է, բայց որ այդ քաչալ գլխի տակ էլ ուղեղ չկա, այդ դրա համար ես թքում եմ քո երեսին, անամոտ, բա այդ հանձնաժողովի մյուս անդամները, ինչի մի Վահագն Հովակիմյան է այնտեղ բոլորը փաստորեն ձեռք բարձրացնող են, ինչպես կառավարությունում, այսպես մինչև երբ ժողովուրդ, մինչև երբ, մենք երբ պիտի այս բոլորը այլևս չհանդուրժենք, դա համարենք ամեն մեկիս պատվի գործը, պետական պարտքը հասել է արդեն 15 միլիարդի, ուրեմն երկրաշարժի գոտին վերակառուցողը, երկրում մի քանի ճանապարհ կառուցողը, մի քանի կամուրջներ կառուցողը, սպիտակ ամբողջովին վերականգնողը, Գյումրիի այդ թաղամասերը ամբողջ ինչքան որ հասցրեց 10 տարում վերականգնողը, այն ճոպանուղիները կառուցողը, բացի Տաթևերից մնացած բոլոր ճոպանուղիները կառուցվել են Քոչարյանի ժամանակ։ Թունելը կառուցողը, այս բոլորը կառուցող մարդը, որը երբ միջազգային արենա էր դուրս գալիս, մարդիկ զգաստանում էին, զգում էին, որ եւ խելք է, եւ հայրենասիրություն է, եւ խիզախություն է, ամեն ինչ, ամեն դրականը կար մեջը, եւ երբ նա մանավանդ Արցախի, այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի նախագահն էր, չճանաչված հանրապետության ճանաչված նախագահը, այսպես էր գրվում Նյու Յորքյան, Լոնդոնյան, բոլոր առաջադեմ, առաջատար թերթերի, ամսագրերի ճակատին, որովհետև մարդ էր ներս մտնում, ոչ թե սրա նման շանթուլա, որին բանի տեղ չեն դնում, վայրահաճ տվեց Լուկաշենկոյի մասին լավ երկար ժամանակ, հետո երբ գնաց անցած տարվա, ոչ այս մեկը, ավելի ճիշտ նախանցած շքերթին մասնակցելու, գնաց Լուկաշենկոյի ոտքերի մոտ վերընկավ։ Դու նամուս չունես, դու չգնայր այդտեղ նստեիր, չէ որ դու աշխարհով մեկ հայտարարել էր, ես եւ իմ կառավարության, այ հողս քո գլխին էլ, քո կառավարության գլխին էլ, որ այսքան աղետ բերեց երկրի գլխին, իմ կառավարության ոչ մի անդամ չի գնա Բելարուս, քանի դեռ այնտեղ նախագահ է Լուկաշենկոն։ Այ թուրքի լամոք, դու ամեն տեղ էլ կգնաս, մենակ նախապես իմանաս, այնտեղ խաշլամակա դրած, պերաչկի կա թեկուզ, խաշած կարտոֆիլ կա, որ վրա պրծես ու լափես, դու դա ես, դու հիվանդ ես, ուտելու բան լինի, ինչ կլինի, մեր մեծերը մի այսպիսի ասացվածք ունեն, ձրի լինի, դագաղ լինի, կես մետր էլ կարճ լինի, քեզ այդ կարճ դագաղն է վերջի վերջո բաժին ընկնելու, որովհետև դու չես հասկանում, այնպես արա, որ մարդկային դատարանով դատվես, հասկացիր, չի կարելի, այնպես մի արա, որ փողոցներում շանսատական են ինչ-որ մի տեղ, որովհետև դու դրան ես արժանի, եթե դու պիտի այդ լղրերի կատվին ուղարկեիր Նյու Յորք կարծեմ, չէ, այդ առաջին տիկնանց ինչ-որ ակադեմիա, չգիտեմ ինչ, ես եմ հրամայել, որ գնալը, գալը, կեցությունը, հյուրանոցը, գրողը, ցավը,
ամեն ինչ պատշաճ լինի։ Ո՞վ է դա։ Ո՞վ է։ Եվ առանց ամաչելու ասում ես, նա գնում է որպես վարչապետի տիկին։ Այ ես, ամուլ ես։ Դու մի անգամ գոնե մեր սահմանադրությունը բացած կաս, գիտես որ մեր երկրի գլուխը դու չես։ Դու գործակատար ես, երկրի գլուխը նախագահն է։ Ցավալիորեն այստեղ էլ մեր բախտը չի բերել, որտեղ մի հորթել է նախագահն է, որովհետև հորթի կինն է առաջին տիկինը, որը գոնե կարծում եմ այնքան պատկառելի, այնքան ամոթ ունի, պատվի զգացում ունի, որ երբեք մեջտեղ չի գալիս, որ ձեզ հետ չխայտառակվի։ Ես հարգում եմ այդ տիկնոջը, կամ եթե դու պիտի այս ղրերի կատվին ուղարկեիր, սա ներ է, քո շարունակությունն է սա վհուկ է, կոնե մի գեղեցիկ կարգին կնոջ ուղարկեիր, մեկ է քոնը չի, մի կարգին նորմալ կնոջ ուղարկեիր, որ այնտեղ մարդիկ տեսնեին, իմանային, որ հայտիկին այդպիսին կարող է լինել։ Համընդհանուր թանկացման մասին չեմ կարող չխոսել։ Այո, 10,000 դրամ ավելացրել ես։ Գիտես, կար ժամանակ, որ 1 կիլոգրամ միսը արժեր 750 դրամ։ Հիմա 1 կիլոգրամ սովորական ոսկորը հետը միսը արժի 4180 դրամ։ Բա այն մյուսը, որ 7000-8000 է, դու իբր ինչ ես արել, դու խթանել ես գները ընդամենը, դու քո շրջապատի վհուկների և վաշխառուների հետ միշտ պայմանավորվում ես խթանել ապրանքների գները։ Ժամանակ կար, որ հագուստը, կոշկեղենը պարզապես, ինչպես ժողովուրդն ասում, ջրի գիներ, այսօրով է կարողանում նորմալ շոր ու կոշիկ գնել։ Ինչով, եթե վաստակածը հազիվ հազ կոմունալին է բավարարում, դու խոստացել էր, որ ջուրը չի թանկանալու, այս 9-րդ տարվա մեջ ջուրն արդեն 2 անգամ թանկացրել ես, այ վհուկ, այ ներ, դու գույքահարկը քան անգամ ես թանկացրել, իմ տան գույքահարկը 500 դրամ է եղել ընդամենը, անցած տարի ես վճարել եմ արդեն 10,000-ից ավել, այս տարի էլ արդեն կրկնակի կլինի, ուրեմն գները թանկացնում է 100%-ներով և են միամիտ են խապված, են տխմարները, եթե տխմար չլինեն, ինչպես կխապվեն սրան, հերիք է, հիմա արդեն ուժեղ Հայաստանի ղեկավարը, պարոն Սամվել Կարապետյանը, որի նկատմամբ ես այստեղից արտահայտում եմ իմ խորին համակրանքն ու հարգանքը, հայտարարեց, որ 3 հիմնական ընդդիմադիր ուժերը մնացածը Նիկոլի պոչերն են, թող ոչ մեկն չվիրավորվի, որովհետև այն, որ մինչև այդ պարտվելը, որ տեսակ, որ դուք նույնիսկ շեմը հաղթահարող չեք, բայց այնուամենայնիվ ձեր վատությունն արեցիք, մենակ թե Քոչարյանը չանցնի, մենակ թե Սամվել Կարապետյանը, մենակ թե Ծառուկյանը չանցնի, հա, ամոթ ձեզ, ամոթ, և ես պետք է մի բաց նամակով երևի կդիմեմ, ախր կառավարությունը կառավարություն չէ, պետք է արվի սահմանադրական փոփոխություն հետևյալի մասին, այս Շիրինյանները, այս Արմանները, այս չգիտեմ, ովքեր որ այդ
Վենետիկայի կուսակցությունները մի խոսքով, ովքեր 1-2% են ստացել, ուրեմն պարզվում է, որ մինչև հաջորդ ընտրություն սրանք միլիոններով փող են ստանալու պետությունից։ Դրա համար եք սենց իրար ոտը տրորելով առաջադրվում, գիտենալով, որ կես ձայն էլ չունեք ստանալու։ Այս սա պետք է հանվի, սա ծաղրուծանակ է երկրի ժողովրդի համար։ Այդ գումարները հատկացրեք կրթությանը, բժշկությանը, էս ինչ եք անում, էս ինչ եք անում, ինչքան դեգեներատ կա, իր համար կուսակցություն է բացել, չի էլ հաշիվ տալիս իրեն, ինքը ինչ ծրագրեր ունի, ինչ կարող է անել, որովհետև բոլորի նպատակը պարզապես մեր երկրի բյուջեի վրա նստելը և փողեր թալանելն է, որովհետև օրինակ են վերցնում գերագույն գլխավոր թալանչի Նիկոլից, մեր երկրի գերագույն գլխավոր թալանչին Նիկոլն է ու նրա ոհմակը, դուք եք թալանել մեր երկիրը և ոչ միայն նյութը, այլև մեր հոգին եք թալանել, մեր զավակների արյունն եք թալանել, դուք մեր ոգին եք թալանել, դուք մեր ազգի պատիվն եք գցել գետնին, ինչ-որ հազարումի շուն ու շանգալի ոտքի առաջ, իդեմս ադրբեջանցիների ու թուրքերի։ Ես եմ շնորհակալ։